ինչպես եք վերաբերում, որ մարդիկ հարցազրույցներում որոշակի մտքեր են արտահայտում եւ որոնք դառնում են քրեական վարույթ հարուցելու պատճառ։ Օրինակ, նույն Սամվել Կարապետյանի, որոնք ընդհանրապես ասել էր, որ մենք մեր ձևով մասնակցությունը չարի իշխանություն։ Իշխանությունից բարի բան սպասելը հնարավոր չի։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ, բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ասում Ավետարանը։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ, շատ հստակ է։ Սոփազան, եթե այդ հարցազրույցները չլիներ, ըստ էության էլի մի պատճառ Եթե իմ կեցվածքը նույնը լիներ, մի բան կգտնեի։ Այսինքն քերը չեն։ Ընտիրը ես եմ։ այսինքն դες մեկ ստացնել են Ինչ են կարող է սրանց համար մտածես ամենավատ բանը, բայց սրանք անեն այդ ամենավատից էլ ավելի վատ։ Սրբազան, լավ է ինչ պիտի, սրբազանությունների համար սրբազան հայր, դուք այսպես փոքրամարմի սրբազան մարդ։ Ես հայրենիքի մարդն եմ, ինձ համար գլխավոր եղել է հայրենիքը եւ այս pedagogiությունը ավելի քան քոսոտ փսլենգոտ լագոդներինը, որ ամեն օր ինձ հայոյում են։ Ես այս երկրի համար եւ այս պետության համար աշխատած մարդ եմ։ Եվ բացի այս պետությունից ուրիշ որևիցե մի բանի համար չեմ աշխատել։ Իմ ամբողջ կյանքը։ Եվ եկել եմ հասել եմ հաստակի որից էությունս վայել եմ եւ այս փսլենգոտները ինձ դարձրել են սպառնալիք այս երկրին։ Ես սպառնալիք եմ այս երկրին։ Դու ինձ սպառնալիք համարում ես։ Սպառնալիքը նստած է կառավարության շենքում։ իշխանադարձում այն ասում։ Ես իշխանության զարթման հետ գործ չունեմ։ Ես ասել եմ, որ այս չարիքը պետք է հեռացվի։ Եվ այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի։ Իր պարտականությունն է։ Չի կատարում, թող չկատարի, թող երկիրն էլ գնա այսպես կործանման։ Բայց ես չեմ լինի մեղավոր։ Ես չեմ լինի մեղավոր։ Հիմա իրենք ուզում են իմ վրա բարտել, որ իբր ես եկել եմ ձեր հետևում թաքնվել եմ, հա, վիճակ եմ հրահրում։ Ոչ բան, երեք թող գային մեկուսի տանեին։ Երեք առաջի օրը թող գային տանեին։ Այսինքն նպատակը նաև շոուն է։ Իհարկե։ Շոուն է եւ եկեղեցուն իբրև թե բացահայտ ստորացնելը, որ գգանք եկեղեցուց կտանեին։ Ըստ էության արժում է ռազմական հեղաշրջում բառակապակցությունը։